Թիվ 19 ընտրատարածքում ձևավորված 37 ընտրատեղամասերում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ խորհրդարանական ընտրություններն ընթանում են բնականոն հունով առանց լուրջ խոչընդոտների և միջադեպերի։ Ընտրատարածքում ընտրողների թիվը 55,289 է։ Ժամը 11-ի դրությամբ այդ տեղեկատվությունը պաշտոնական ունենք, 5412 մասնակից ունենք, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվաքանակի 97%-ը։ Այս պահի դրությամբ տեղամասերում աշխատանքային պրոցես է, ընտրությանը բնորոշ ամեն ինչ էլ տեղի է ունենում, բայց դրանք բոլորը ընտրական օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակում է եւ տեղամասային հանձնաժողովները այդ խնդիրները կարգավորվում են։ Մեզ տեղափոխած դեպի մեր դաշտ տեղափոխած տեղեկատվությունը մեր կողմից վերլուծվում եւ համապատասխան ցուցումներ է տրվում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին իրենց իրավասության շրջանակներում խնդիրները կարգավորելու։ Գեղամա հեռուստաալիքի նկարահանող խումբն ընտրությունների ընթացքին հետևեց 19 կոտորակ 12 և 19 կոտորակ 14 ընտրատեղամասերում։ Հանձնաժողովների նախագահները տեղեկացրին, որ իրենց տեղամասային հանձնաժողովների անդամները տեղում են պարբերաբար դիտորդական առաքելություն են իրականացնում, տեղական և միջազգային դիտորդները, ընտրողներն ակտիվ են և որևէ խնդիր խոչընդոտ չի արձանագրվել։ Ընտրատեղամասում գրանցված է 1744 ընտրող, որից 382-ը այս պայդրությամբ արդեն մասնակցել են ընտրությանը։ Ընթացքը բնականon հունով նորմալ աշխատանքային մթնոլորտ է, ամեն ինչ լավ է։ Դեռ արձանագրված խնդիրներ չունենք, հուսամ մինչև ամբողջ ընթացքի ավարտը ոչ մի խնդիր չենք արձանագրի։ Ժամանակ առ ժամանակ փորձում ենք խուսափել կուտակումներից, որտեղ ընտրողների թիվը տվյալ տեղամասում շատ է, 1699։ Մեր տեղամաս շատ այցելել են միջազգային դիտորդները, իրար փոխարինելով տեղական դիտորդները, բոլորը գրանցված են գրանցամատյանում, վստահված անձինք ունենք երկուական։ Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 177,854 քաղաքացիներից ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 23093-ը։